Բարի գալու Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հերիկնաց Տիգրանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, Տիկին Տիգրանյան, լուրը, որ ապրիլի 1-ից թոշակները բարձրացվելու են 10,000 դրամով մոտավորապես, հա, տարբեր սեգմենտներում տարբեր այսպես բարձրացումներ են սպասվում, բայց այնուամենայնիվ մեծ հետաքրքրություն է առաջացել, մյուս կողմից էլ քննադատության ալիք է բարձրացրել ընդդիմության կողմից, եւ եկեք սկսենք ձեզ հետ քննարկել հենց այդ քննադատությունը, թե ինչու ընտրություններից, խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ կառավարությունը որոշեց գնալ այդ քայլին, մանավանդ որ վարչապետը ամիսներ առաջ դրան դեմ էր արտահայտվում ազգային ժողովում եւ 2026 հավելին 2026 թվականի բյուջեով դա նախատեսված չէր։ Հիմա պետք է կառավարությունը ապրիլի 1-ից սկսած մինչեւ տարեվերջ 60 միլիարդ դրամ հատկացնի այս ծախսի համար եւ տարեկան արդեն մոտավորապես 75-ից 80 միլիարդ դրամ հատկացնի։ Ինչու հիմա։ Նախ շնորհակալություն հրավերի համար, որովհետեւ սա հնարավորություն է եւս մեկ անգամ ուղիղ մեր շահառուներին, այս ծրագրի շահառուներին մեկնաբանելու, թե ինչ փոփոխություններ են սպասվում եւ լավ է, որ դուք ձեր խոսքում նշեցիք զգալի բարձրացում, որովհետեւ կարող եք ավելացնել, որ քննադատության մյուս թիրախն էլ ավելացման չափն է։ Բոլորը չէ, որ ֆիքսում են, որ դա զգալի բարձրացում է եւ դրա նկատմամբ զգալի է մեր բյուջեի տեսանկյունից, չէ՞, ասեք, կենսամակարդակը ապահովելու տեսանկյունից զգալի իհարկե չէ։ Եթե զգալի, հա, դիտարկենք բարեկեցություն ապահովելու պարագայում, բնականաբար սա լավագույն շեմը չէ, որին պիտի ձգտել հասնել, բայց զգալի բեռ է դառնում բյուջեի համար եւ նաեւ քննադատության թիրախ դարձավ մեր ընդդիմության կողմից, սա շատ սովորական արդեն գործելավոճ է ընդդիմության պարագայում, երբ էլ լինի դրական որևէ գործընթաց կամ դրական փոփոխություն բարեփոխում, իրենք միշտ կգտնեն քննադատելու հիմքեր եւ ինչքան շատ են քննադատությունները, այնքան համոզվում ենք, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Հիմա ինչու արվեց, որովհետեւ շատ པարզ պատասխան ունի կառավարությունը 21-26 թվականի իր գործունեության ծրագրով արդեն իսկ ուներ նախանշած այդ թիրախը, որին պետք է ձգտել հասնել, որ նվազագույն կենսաթոշակը պետք է համապատասխանեցվի սպառողական պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակի չափը պետք է համադրելի լինի սպառողական զամբյուղի արժեքին։ Մենք փորձել ենք տարիների ընթացքում դրան ձգտել եւ նաեւ մի քննադատություն էլ ես հիշեցնեմ, որ ձեր ասածին ավելացնեմ, որ վերջին 8 տարիներին թոշակի որևէ բարձրացում չի եղել եւ հանկարծ 10,000-ով բարձրանում է։ Դա իհարկե իրականությանը չի համապատասխանում, ինչու, որովհետեւ 18 թվականին, երբ մենք արդեն եկանք իշխանության, 19-ին ամբողջությամբ եկանք իշխանության, դուք կհիշեք, որ նվազագույն ուրեմն կենսաթոշակի չափը 16,000 դրամ էր։ Մենք վերանայում ենք, այո, նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ էր։ Ուրեմն 16,000-ը մինչ օրս վերանայվել է պարբերաբար եւ մենք 3 անգամ բարձրացում ենք ունեցել, ընդ որում 23 թվականին 2 անգամ։ Երբ որ տնտեսական հնարավորությունները տվել են մեզ հիմքեր անելու այդ փոփոխությունը, դա արվել է։ Իհարկե, երբ որ ես խոսում եմ տնտեսական հնարավորությունների մասին, նաև ազգային ժողովի մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եմ քննադատվում, թե սոցիալական հանձնաժողովը իրավունք չունի խոսելու տնտեսական ցուցանիշների մասին, միայն պիտի պահանջի։ Մենք իհարկե պահանջատիրության մեր գործընթացները ցույց չենք դնում հանրությանը, որովհետև գործադիրի գործընկերների հետ մենք քննարկումների մեջ ենք, թե ինչպես կարող ենք հասնել մեր թիրախին, եւ 2023 թվականին 2 անգամ ունեցել ենք ուրեմն նվազագույն կենսաթոշակի բարձրացում։ Այս պահին գործող ուրեմն մեր նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամն է, որը ապրիլի 1-ից կդառնա 46,000 դրամ։ Բայց այստեղ ես ուզում եմ շեշտել հետեւյալը, որ բարձրանում է նաև հիմնական կենսաթոշակը, որը հիմք է տարիքային աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար։ Այսինքն, եթե հիմա աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվելիս հիմք է ընդունվում 24,000 դրամը եւ դրան ավելանում են աշխատանքի ստաժի տարիները, ընդ որում ես ուզում եմ նշել, որ 18 թվականից մինչեւ հիմա մենք նաեւ բարձրացրել ենք 1 տարվա ստաժի արժեքի չափը եւ սա էլ է բերում որոշակի ավելացում աշխատանքային թոշակ ստացողների համար։ Եվ նաեւ ապրիլի 1-ից կստացվի, որ ավելի պակաս քան 46,000 դրամ նպաստացող մեր երկրում չի լինի։ Ես ուզում եմ նշել, որ մենք երբ որ ասում ենք
ծերության նպաստ, դա վերաբերում է նաև այն անձանց, ովքեր չունեն աշխատանքային ստաժ, եւ սա ուզում եմ հատկապես շեշտեմ, որովհետեւ վերջին ուրեմն այդ լուրը հրապարակելուց հետո շատ են հարցադրումները եւ մարդկանց մոտ ինչ որ թյուրընկալում է տեղի ունեցել եւ անարդարության զգացում, թե մարդիկ, որոնք աշխատել են տարիներով, իրենց մոտ թոշակի ավելացում տեղի չի ունենում, իսկ ովքեր չեն աշխատել, նրանց մոտ 10,000-ով ավելացում է լինում։ Ես ուզում եմ ասել ճիշտ հակառակ տրամաբանությամբ կամ նույն կերպ ինչպես բարձրանում են երբևէ չաշխատածների, մենք ասում ենք դրան ծերության թոշակ կամ նպաստները, նույնպես բարձրանում են նաև աշխատած մարդկանց համար իրենց կենսաթոշակը, որովհետև բարձրանում է հիմնական կենսաթոշակի հաշվարկի շեմը 10,000 դրամով նրանց կենսաթոշակները կավելանան։ Ինչու հիմա, որովհետև կառավարությունը արձանագրեց, որ կառավարության ղեկավարը 2 ամիս առաջ դրան դեմ էր արտահայտվում, բյուջեով էլ դա նախատեսված չէ։ Այդ դեմ արտահայտվելուն էլ կուզեի անդրադառնալ, որովհետև ինձ թվում է դա ամենաշատ հիմա շահարկվող, մանիպուլացվող թեման է, որովհետև կոնտեքստից կտրված մի հատված են դնում ելույթից առանց ամբողջ նպատակը հարմար չէր համարում, ասում էր, եթե մենք հիմա 10,000 դրամով, 11,000 դրամով ավելացնենք, ապա ոչ նպատակային ծախս դա կարող է լինել այդ մարդկանց համար։ Հավատացեք, պարոն Մղդեսյան, երբել այս փոփոխությունը լիներ, այդ հարցը տալու են ինչու հիմա։ Եթե այս փոփոխությունը անենք 25 թվականի, ասենք աշնանը, պիտի ասենք 25-ը նախընտրական տարի է։ Անում ենք 26-ին, ասում են 26-ն էլ ընտրական տարի է, ընտրություններին քիչ է մնացել, բայց կա նաև շատ པարզ հիմք։ Արդյոք մեր տնտեսական հնարավորությունները տալիս են մեզ այս փոփոխությունը անելու համար հիմքեր։ Եվ եթե մենք ունենք այդ հիմքը, այո 26 թվականի բյուջեով նախատեսված չէր, բայց 25-ի տարեվերջի մեր տնտեսական ակտիվությունը բերեց այն հնարավորության, որ կառավարությունը գնում է այս քայլին։ Եվ ելույթը, որը վերաբերում էր 65+ կամ մեր թոշակառուների համար թոշակներն ավելացնելու կամ նպաստներն ավելացնելու, մենք թոշակներ ենք ասում, բայց հաշվի առնենք, որ սրա մեջ նաև նպաստների բարձրացումն է մտնում։ Վարչապետի խոսքը ուղիղ սրա մասին էր, որ շատ ավելի նպատակահարմար է, որ այդ գումարները, որը պահանջում են տալ, բարձրացնել միանգամից 10,000-ով, շեմը դրված է, չէ՞, այդպես պահանջը ներկայացնում 10,000-ով, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե դա մենք տանք անուղղակի ծառայությունների տեսքով, ոչ թե ուղղակի գումար տրամադրենք թոշակառուներին, որոնք ցավոք սրտի մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ գումարը հիմնականում ծախսում են իրենց առողջական խնդիրների վրա։ Այսինքն, եթե քաղաքացու ծախսը հիմնականում առողջապահական ուղղվածություն ունի, ապա պետությունը դա ավելի համակարգված է ներկայացնում եւ այդ գումարը ներդրում է առողջության ապահովագրության մեջ։ Եվ գիտեք, որ ներողություն ավարտեմ, հունվարի 1-ից 65+ տարեկի քաղաքացիներ դարձան առաջի փուլի շահառուներ։ Սրան իր լրումն պետությունը ըստ հնարավորության տալիս է նաև թոշակի եւ նպաստի բարձրացում։ Տեսեք, երբ որ ինչու եմ ես հարցը տալիս ես նախընտրական տրամաբանության մեջ, որովհետեւ երբ որ անցած տարի կամ նախանցած տարի խոսում էին նրա մասին, որ առողջապահական այս համապարփակ չէ, ուրեմն համընդհանուր, հա, ապահովագրությունը մտցվի, ֆինանսների նախարարությունից ասում էին, որ գումար չկա։ Մի ժամանակ հիշում եք այդ քննարկումը կար։ Հետո ինչ որ մի ձև գումարը գտնվեց եւ այս ուրեմն համակարգը ներդրվում է դեռ որոշակի դժվարություններով, բայց այնուամենայնիվ այս համակարգը սկսել է աշխատել։ Հիմա ներդրվում է մյուս սոցիալական բեռը, այսինքն հիմա դրվում է 80 միլիարդ դրամ եւս հավելյալ բյուջեի վրա սոցիալական բեռ կամ ֆինանսական ֆիսկալ բեռ, հա։ Եթե 2 տարի ու կես առաջ անգամ կամ 2 տարի առաջ այդ հնարավորությունը չկար, որպեսզի ֆինանսների նախարարությունից ասում էին, որպեսզի ներդրվեր այս համակարգ առողջապահական։ Հիմա երկուսը միասին է ներդրվում, այսինքն թոշակներն էլ ավելանում են։ Այստեղ իսկապես ընտրությունների մոտենալով նախընտրական կոնտեքստ չկա թե ոչ, եւ մյուսը իսկապես մեր տնտեսությունն այդքան աճել է, որ այս երկու մեծ եւ խոշոր սոցիալական բեռը կարողանա ֆինանսավորել քավլիցի։ Ես կողմ եմ, որ մարդկանց ցանկացած մեկն է կողմ, որ մարդկանց սոցիալական կենսամակարդակը բարձրանա, բայց մենք տնտեսական տեսանկյունից կկարողանանք ձգել դա, որովհետեւ բյուջեի եկամուտները չեն ավելացել։ Բյուջեի եկամուտները նախատեսվածի շրջանակներում են եղել 2025 թվականին։ Այսինքն մենք ֆորմալ առումով ունենք 7.2% տնտեսական աճ 5.6-ի փոխարեն կամ 5.4-ի փոխարեն, որ նախատեսված էր, բայց այդ 1.6% տնտեսական աճը հավելյալ հարկերի աճ չի բերել։ Հարկերը եղել են այն մակարդակում, ինչպես ակնկալվում էր։
Տեսեք դուք շատ մեծ ժամանակահատված է ստեյության 2.5 տարի ասվածը, որովհետև տնտեսվարման մեջ եւ քաղաքականությունների իրականացման մեջ ամեն օր, ամեն ժամ կարող է իրավիճակ փոխվել։ Եվ եթե 2.5 տարի առաջ ֆինանսները հայտարարում են, որ չկա հնարավորություն, արդյունավետ կառավարման արդյունքում կարող են ծնվել այդ հնարավորությունները։ Մենք 3 ամիս առաջ կամ մինչև օգոստոսի 8 չէին կարող խոսել, չէին կարող անգամ հույս փայփայել, որ մենք ունենանք նախաստորագրված փաստաթուղթ, չէ՞ որ ամեն ինչ փոխվում է։ Ադրբեջանի հետ նկատի ունենք նախաստորագրված փաստաթուղթ։ Այո, ես նկատի ունեմ, երբ որ մենք չենք առաջնորդվում հավաստիության կանխավարկածով եւ ամեն ինչ դնում ենք կասկածի տակ, դա ամենահեշտն է, ոչինչ չանել եւ ասել մեր հնարավորությունները թույլ չեն տալիս, բայց կառավարությունից էլ բազմիցս նշել եմ, որ ֆինանսների խնդիր չի կարող ծագել, եթե սեղանին դրված լինի լավ ծրագիր։ Ես որքան որ հիշում եմ 19 թվականից սկսած առողջության ապահովագրության ուրեմն համակարգի քննարկումներ են եղել կառավարությունում շահագրգիռ բազմաշահառու կողմերի մասնակցությամբ եւ ամեն անգամ քննարկումների արդյունքում տարբեր հարցերադրումներ եղել են, արդյոք ֆինանսը կբավարարի, արդյոք համակարգը պատրաստ կլինի, բայց եթե կառավարությունը դրել է թիրախ, իսկ մենք ծրագրով դա ունենք նախատեսած, որ ներդնելու է այդ համակարգը, ուրեմն կգտնվեն համապատասխան միջոցներ։ Եթե մենք ծրագրում դրել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է վերացվի, իսկ աղքատությունը նվազեցվի, դրա համար կառավարությունը գտնում է այդ միջոցները եւ հավատացեք, որ այս թոշակների եւ նպաստների բարձրացման համար բավարար միջոցները կառավարությունը կգտնի որոշակի պահուստային ֆոնդի եւ այլ թույլատրելի օրենքով թույլատրելի աղբյուրների միջոցով։ Եվ շատ ավելի լավ է, երբ որ կառավարությունը հավակնոտ է դնում իր ծրագրերը եւ գնում է ծրագրերի ֆինանսավորման հետևից եւ ոչինչ չանել ուղղակի ասել, որ ֆինանսները չեն տալիս հնարավորություն, ձգեք գոտիները եւ ապրեք, այստեղ տարիներով մենք նման քաղաքականությունների ականատես ենք եղել։ Մեկնաբանություններ կներեք ընտրական տարվա հետ կապված մեկնաբանություններ կարող են լինել, որովհետեւ սա շատ նուրբ թեմա է, շահարկման թեմա է եւ շատ այսպես ականջահաճո է լայն հանրության համար։ Եվ եթե դա այդքան ռիսկային է ընտրություններից առաջ, ապա ինչու հիմա բոլոր քաղաքական ուժերը փորձում են այս բարձրացումը վերագրել իրենց որպես իրենք են դրա սեփականատեր այդ գաղափարի եւ իրենց ճնշման արդյունքում էր, որ իշխանությունները բարձրացնում են թոշակ եւ այստեղ մի կողմից նախընտրական կաշառք են որոշում, մյուս կողմից ասում են, որ դա իրենց ճնշման արդյունքում է։ Տեսեք, իրենք իրենց հակասում են, այսինքն դուք էլ եթե իրենք գտնում են, որ սա անթույլատրելի գործողություն է, ապա ինչու են ուզում իրենց վերագրել փառքի դափնիները։ Մեզ համար միևնույն է, ով կասի, որ դա իր պայքարի արդյունքներ, իր անհոգնել պայքարի արդյունքներ, թե ճնշեց եւ ռեժիմը հիմա խոճապի մեջ բարձրացեց, էական չի, կարևորը որ մենք ունենանք այն, ինչ որ նախատեսել էինք եւ մեր շահառուները որոշակի փոփոխություն ֆինանսական մեղմում կստանան։ Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, եթե ազգային ժողովի ընտրություններից հետո պահպանեք այս պաշտոնը եւ կառավարությունը հանկարծ գա նախաձեռնությամբ, որ հարկերը կամ պետք է բարձրացնեն այս սոցիալական խմբերը ֆինանսավորելու համար հետո ընտրություններից հետո կամ հարկատեսակը դարձնեն օրինակ եկամտահարկը դարձնեն պրոգրեսիվ, ինչ կասեք այդ ժամանակ։ Տեսեք, մենք այդ քննարկումների մտածում եք, որ կարող ձեզ համար ոչ թե ընդունելի, այլ կարող է նման բան լինել, որ ընտրություններից հետո հարկերի բարձրացման հարց առաջանա, քանի որ տնտեսության կառուցվածքը այս ընթացքում չի փոխվել, ոչ արտահանելի հատվածը ավելի ուժեղ է աճում եւ զարգանում, քան արտահանելի հատվածը եւ այլը, այսինքն սա ֆինանսավորելու կարող է խնդիր առաջանալ։ Այս պահին հարկային բեռի ավելացման հարց չի դրված, այս պահին հաշվարկների հիմքում չկա հարկային փոփոխություններ, ձեր ասած հիմա համահարթից անցնել պրոգրեսիվի եւ ես ավելի քան վստահ եմ, որ նման խնդիր չի դրվի, բայց ցանկացած հարց քննարկման ենթակա է։ Ես հիմա չեմ ուզում եթերներով խոսել, ես հիմա խոսում եմ փաստով, որ այս պահին ունենք նույն հարկատեսակը եւ ունենք թոշակ նպաստի բարձրացման այս պահին դեռ խոստում, որովհետեւ որոշումը դեռ որպես այդպեսին իրավական ուժ դեռ չունի, բայց ես ավելի քան վստահ եմ, որ մեզ մոտ որևէ հարկային բեռի ավելացում չի տեղի ունենա։
Այսինքն վստահ եք, որ տնտեսությունը այս կառուցվածքով Ես այս տեսքով կարծում եմ, որ կֆինանսավորի այս գիտեք ինչի եմ վստահ, որովհետև ես տեսնում եմ տնտեսության մեջ աշխուժացում, որովհետև կա վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Եվ այս փոփոխությունը տրամադրությունների կապված է նաև պետության վարած քաղաքականության հետ, արտաքին տարածաշրջանային եւ ընդհանուր տնտեսության մեջ աշխուժացում կա, Տիգին Տիգրանյան, բայց տնտեսության այդ աշխուժացումը հավելյալ հարկեր չի գեներացնում։ Գուցե հիմա չի Որտեղից եք ֆինանսավորել։ Որտեղից ենք ֆինանսավորել, տնտեսության աշխուժացումը բերում է հարկեր։ Եթե մենք դեռ չի բերել, հավելյալ, դեռ չի բերել, բայց կբերի։ Եթե մենք հիմա ստատիկ վիճակը ընդունում ենք որպես զորական կետ այսօր, մենք չենք նայում թե ինչ կլինի 2 ամիս հետո, 3 ամիս հետո։ Եթե բիզնեսը իրեն հարմարավետ է զգում մեր երկրում եւ բացվում են նոր բիզնեսներ, նոր աշխատատեղեր, դուք դա ռիսկային չէ։ Ռիսկային չէ այն առումով, որ նման ուրեմն որոշման գնալ հիմա, այդ գումարները հատկացնել հիմա, ակնկալելով եւ կանխատեսելով, որ վաղը մյուս օրը հարկերը կարող են ավելանալ, որովհետեւ տնտեսությունը կարող է աշխուժանալ։ Հավատացեք, որ հակառակը պետք է լինի, տնտեսությունը պետք է աշխուժանա, մենք ունենանք այսպես երկարատև տնտեսական աճի եւ հարկային հարկերի աճի, պրոգրեսիվ աճի, նկատում եմ երկրաչափական բանով աճի, հա, հարկերի այսպես հետագից, դրանից հետո նոր գնանք նման քայլեր։ Ձեր ասածը տանում է ուղիղ անգործության, այսինքն սպասենք մինչև տնտեսությունը այնքան զարգանա, որ շատ հարկեր գեներացվեն եւ սկսենք որևէ տնտեսական ծրագրեր անել կամ սոցիալական պաշտպանության շատ հաճախ լինում են կոնսերվատիվ որոշում կայացնողները։ Կոնսերվատիվը գուցե շատ հարմարավետ է որոշում կայացնողների համար, բայց շատ անհարմարավետ է քաղաքացիների համար։ Եվ եթե նայենք 18 թվականից մինչև հիմա մենք այդպես թռիչքային զարգացումներ աճեր չենք ունեցել հնայի, որ արել ենք այս փոփոխությունները եւ բարեհաջող կարող ենք իրականացնել։ Հետեւաբար պետք է անել եւ եթե չունեին հնարավորությունները եւ այն երաշխիքները, որ կառավարությունը տեսել է, մենք այդ փոփոխությանը չէին գնա, բայց սпасել, որ կլինի այդ ձեր ասած հարկային ավելացումները, հավելյալ հարկային մուտքեր, հետո նոր անել փոփոխություն, դա ուղղակի ուղիղ տանում է ոչինչ չանելուն։ Ես այստեղ մի բան եմ ուզում։ Մարդու է վերաբերելու այս որքան թոշակառու նպաստառու մոտավորապես 650,000 կարգի մարդկանց մասին ենք խոսում, որոնք ստանում են թոշակ եւ նպաստ։ Եվ ձեր խոսքը ինձ հիշեցրեց նաև մեր հիմա քաղաքական դաշտում այդպես նոր հայտ ներկայացրած ուժերին, որոնք անդադ խրախուսում են նաև հարկ չվճարելը։ Տեսեք, դուք ձեր ամբողջ խոսքը կառուցում եք նրա վրա, որ չի կարող լինել սոցիալական պաշտպանության ոլորտում բարեհաջող ռեֆորմ, եթե չկան հարկեր, հարկային մուտքերի ավելացում։ Եվ եթե այս համատեքստում նայենք, որ նորելու քաղաքական ուժերն էլ խրախուսում են ազատել փոքր միջին բիզնեսը հարկերից, եւ ընդհանրապես կամ էլ աշխատել առանց աշխատավարձերի, չգեներացնելով նոր հարկեր, ուզում եմ ուղղակի ոչ թե կասկած հայտնեմ, բայց մտահոգություն արդյոք որևէ ողջամիտ մարդ մտածում է, որ նման տնտեսական ծրագրերը հաջողելու են։ Տիգին Տիգրանյան, Քավլիցի, մենք այստեղ չենք պաշտպանում ընդդիմությանը եւ իրենց ամեն օր փորձում ենք հրավիրել նաեւ այս տաղավար եւ խոսել իրենց տնտեսական ծրագրերի հիմնավորվածությունից, հիմա խոսում ենք ձեր որոշումների հիմնավորվածությունից։ Տեսեք, երբ 620,000 մարդու, ոչ 650,000 մարդու մասին է, դուք ասացիք, որ այդքան մարդու է այս կամ այն ձևով դիպչելու կամ այդ փոփոխությունները վերաբերելու։ Եվ հաշվի առնելով տարբեր սոցիոլոգիական հարցումներ, որտեղ ցույց է տալիս, որ առավել մոտիվացված հատվածը մեր ընտրողների տարիքով մարդիկ են հիմա։ Երիտասարդությունը ավելի շատ ապաթիայի մեջ է։ Իրան այսպես ինդիֆերենտ է, անտարբեր է քաղաքականության նկատմամբ։ Այեպ այս որոշումը կայացնում եք, հա, քաղաքական առումով այդ որոշումը ընտրություններից առաջ։ Ձեր մտքի մեջ ունեք այն նաև կանխավարկածը, որ այս սեգմենտից 650,000 մարդուց կցանկանայիք ավելի շատ ձայն ստանալ։ Գիտեք, քաղաքական ուժը, որն ունի որոշակի ընտրողների զանգված, միշտ կուզենա պահել այդ ընտրազանգվածը եւ նրա հետ աշխատել եւ նրան չկորցնել, բայց միայն այդ ունենալ տեսադաշտում եւ միայն դրանով առաջնորդվել քաղաքականությունը իրականացնելիս կարծում եմ այնքան էլ արդարացված չէ։ Երիտասարդների մասին բնականաբար շատ նորմալ է, որ իրենք շատ հետաքրքրված չլինեն քաղաքականությունով, որովհետև երիտասարդությունը ունի նաև այլ հետաքրքրություններ, ինչը նորմալ է։ Եվ նորմալ երկրներում պիտի սովորական մարդն էլ ուղղակի մտածի
ելնելով այն կախավարկածից, որ մենք ենք նորմալ երկիր դառնում, ինձ համար շատ նորմալ է, որ մարդիկ չճանաչեն իրենց նախարարներին, չճանաչեն իրենց քաղաքապետին, բայց ամենօրյա իրենց գործունեության ընթացքում չբախվեն անհարմարությունների։ Եվ եթե ամեն ինչ հարմարավետ է իրենց կյանքում, կնշանակի կառավարումը արդյունավետ է իրականացվում։ Հիմա եթե մենք զուտ առաջնորդվեինք սիրտ շահելու հոգեբանությամբ, պիտի այդ դեպքում հակադրեմ մյուս մեր փոփոխությունը, որը վերաբերում է կենսաթոշակ նպաստները անկախիկ ստանալու մեր որոշմանը, որը ապրիլի 1-ից պիտի ուժի մեջ մտնի։ Մենք հասկանում ենք, չէ, որ մարդիկ նաև այն ձեր ասած տարիքային շեմի, որոնք մեզ ձայն տվողներն են, նրանց համար ստեղծվում է անհարմարություններ, բայց մենք չենք առաջնորդվում միայն նրանով, որ արդյոք սա նրանց համար ամբողջահաճություն ասեմ, հա, չենք ընկնում պոպուլիստական որոշումների հետևից, որովհետև մենք գնում ենք որքանով արդյունավետ կլինի նման ձևով կառավարում իրականացնելը։ Եթե Էրիկ Տիգրանյանը հիմա նստած լիներ Սիվիլնեթի տաղավարում ոչ թե որպես падգամավոր, այլ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այս որոշումը էլեկտորալ պոպուլիզմ կորակեր թե ոչ։ Որ որոշումը Թոշակները 3 ամիս առաջ բարձրացնելու որոշում ընտրություններից։ Ես կդժվարանայի դա պոպուլիզմ որակելու, որովհետև ես նախ կնայի թե ինչու այս որոշումը տեղի ունեցավ եւ կկարդայի առաջին հերթին կառավարության ծրագիրը, ինչ էր ինքը խոստացել իր ընտրողներին, ինչ էր խոստացել ժողովրդին եւ 21-26 թվականի ծրագրում ես կտեսնեի այս թիրախը, որին հիմա որոշել են հասնել։ Տիգին Տիգրանյան, եւս մեկ բան, երբ որ խոսում են կառավարություն այս վերջի շրջանում, ինչեւ այս որոշումը կայացնել, իշխանության ներկայացուցիչները, падգամավորները բարբերաբար խոսում էին նրա մասին, որ երբ որ նրանց հարցնում էին այ ուրեմն արտաքին պարտքը կամ պետական պարտքը կրկնակի աճել է, ինչ է կարետ այդ գումարները, ի թիվս այլ հարցերի նշում էին, որ թոշակները նվազագույն կենսաթոշակը, որ ժամանակին 16000 դրամ էր, հիմա դարձել է 34-36000 դրամ եւ այդ սեգմենտի թոշակներն են բարձրացրել։ Բայց երբ որ մենք փորձում ենք բաղդատել եւ հասկանալ սանդղակներով, թե քանի մարդու է դա վերաբերում է էլի շատ կարևոր է իհարկե մոտարպես 73000 մարդու Հայաստանում։ Այդ ամենանվազագույն կենսաթոշակը, որ բարձրացվել հասցվել է 36000 դրամի, հա։ Այս երբ խոսվում է այդ կրկնակի կամ եռակի բարձրացման մասին, բայց մյուս կողմից չի խոսվում, թե քանի մարդու է դա վերաբերում, հա։ Մյուս կողմից հաշվի առնելով, որ օրինակ, չգիտեմ, 2018 թվականին, 2008 թվականի ներողություն, միջին կենսաթոշակ Հայաստանում եղել է 20000 դրամ, 2018-ին դարձել է 40000 դրամ, իսկ 18-ից այս կողմ 49000 դրամ է դարձել, այսինքն 9000-ով է ավելացել միջին կենսաթոշակը, եւ այս թվերը չի բերվում։ Արդյոք այստեղ դուք պոպուլիզմի էլեմենտ չեք տեսնում, որ միայն մի թիվ է նշվում, շատ բարձրացման մասին է խոսվում, բայց չի խոսվում նրա մասին, որ դա 73000 մարդու է վերաբերում եւ չի խոսվում նրա մասին, որ միջին կենսաթոշակը ընդամենը 9000 դրամով է բարձրացվել։ Հավատացեք, մարդկանց չի հետաքրքրում, թե քանի հոգու է դա վերաբերում։ Մարդկանց հետաքրքրում արդյոք այդ փոփոխությունը իրեն վերաբերում է թե ոչ։ Եվ եթե ասեք, որ դա 10000 մարդու կամ 70000 մարդու է վերաբերում, ինքը նորից հարցը տալու է, իսկ ինձ վերաբերելու է թե ոչ։ Հետևաբար մենք ասում ենք, որ մինչև 10000 դրամի բարձրացում է տեղի ունենալու եւ ինչու ենք ասում մինչև, որովհետեւ այստեղ վերանայվում է նաեւ զինվորական կենսաթոշակները։ Նախորդ բարձրացումների մասին եմ խոսում։ Թեկուզ ներկայիս բարձրացման մասին խոսելիս, ես կարծում եմ, որ պետք չէ հանրությանը ուրեմն թվերով քանակական ինչ-որ տվյալներով ծանրաբեռնել, ընդհանրապես յուրաքանչյուր մեկը պիտի իմանա այս փոփոխությունը իրեն վերաբերելի է թե ոչ։ Եթե օրինակ հայտարարենք, որ դա վերաբերում է 73000 մարդու, դուք կարծում եք, որ դրանից ռեֆորմը կամ 9000-ով է ընդհանրապես բարձրանում։ Դրանից պիտի շատ ավելի դժգոհություն գեներացվեր, հետեւաբար մենք այդ թիվը չենք ասում։ Չէ, ձեր պատասխանը ընդդիմության այդքան հուշկու չէր ընչի։ Եթե կարծում եք, որ մեր պատասխանը հուշկու է հնչել, ես դրա համար ուրախ եմ, որովհետև սոցիալական ոլորտում։ Չէ, մի բան է, համաձայն ենք, մի բան է, երբ ասում ես, որ 16000-ը դարձել են 36000 դրամ, դա լրիվ այլ կերպ է ընկալվում, օրինակ ես կարող եմ տեղյակ չլինելով թեմայից ասել, որ մարդիկ 3 անգամ կենսաթոշակ են բարձրացրել Հայաստանում, ընդհանուր բոլորին է վերաբերում, բայց մեկ այլ բան է, երբ տեսնում ես, որ դա վերաբերում է մի փոքր հատվածին կենսաթոշակառուների։ Ես նկատում եմ նախորդ բարձրացումները։ Ես հասկանում դուք ինչ եք ասում, բայց տեսեք, ես էլի մնում եմ այն կարծիքին, որ երբ որ դուք խոսում եք բարեփոխումների մասին, թեկուզ մեկ հոգու սոցիալական վիճակ, եթե դուք թեթևացնում եք, եթե մեկ հոգու դուք տալիս եք հնարավորություն չհայտվել կյանքի դժվարին իրավիճակում, դա արդեն բարեփոխում է եւ դրա մասին պետք է որ խոսել
ձեր ասած հուշկուել խոսել, բայց այստեղ միայն խոսքը միջին այդ կենսաթոշակին չվերաբերում կամ նվազագույն կենսաթոշակին չվերաբերում, մենք պարբերաբար վերանայում ենք նաև հիմնական կենսաթոշակի չափը, սա էլ ինչու եմ կարևորում, որովհետև մենք մեր քաղաքականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում այն է, որ միայն աշխատանքով կարելի է դուրս գալ աղքատությունից, կարելի է հաղթահարել աղքատությունը, եւ եթե մարդը ունի աշխատած տարիներ, աշխատանքային ստաժ, ինքը ավելի բարելավում է իր վիճակը, որովհետև իր այդ հիմնական կենսաթոշակին ավելանում են իր աշխատանքային ստաժի տարիները եւ ինքը շատ ավելի բարձր պիտի ստանա, ինչը տրամաբանական է, քան մարդը, որը երբևէ չի աշխատել եւ նա կստանա արդեն ապրիլի 1-ից հետո նրանք, ովքեր չեն աշխատել երբևէ 46000 դրամ։ Հիմա պիտի դնել սահմանը այսպես, որ ապրիլի 1-ից հետո 46000 դրամից պակաս որևէ մեկը եկամուտ պետությունից ստացվող եկամուտ չպիտի ունենա։ Եթե ուզում ես ավելին, ապա դա կարող ես անել աշխատանքի միջոցով։ Եվ սա իմ խոսքը հիշեցրեց մեկ այլ խոսույթ, որ հիմա էլի հանրության մեջ տարածված է, որ կառավարությունը լավ կլիներ, որ վարկերի զիջում աներ կամ վերանայում աներ եւ բոլոր վարկերը ըստ էության ներվեին։ Սա ամենավատ քաղաքականությունը կլիներ, որ կառավարությունը աներ կամ որևէ ուժ, որը հիմա էլի հայտ է ներկայացրել գալ ուրեմն մասնակցել ընտրություններին, դա շատ ականջահաճո է, հասարակությանը դա դուր է գալիս, բայց դա տնտեսապես անգրագիտություն է այն առումով, որ մենք արդեն անհուսալի վարկերի ըստ էության ներում արել ենք այն առումով, որ քաղաքացին իր աշխատանքով պիտի կարողանա դուրս գալ եկամտահարկից գնա այդ վարկերի սև ցուցակ ասվածից, այսինքն մենք եկամտահարկի միջոցով նրան տալիս ենք հնարավորություն, որ մարդը շարունակաբար չմնա այդ վարկերի տակ, բայց ասել, որ դու վարկերը պիտի ներես, ընդհանրապես ֆինանսական համաներումներ, ես կարծում եմ դրանք ամենավատ քաղաքականություններն են, որ կարող են իրականացվել։ Այդ չեմ ասում ընտրություններից առաջ։ Հուսամ ընտրություններից առաջ հերթական անգամ տաքսիստների հետ կապված որոշումներ չեք կայացնի ֆինանսական համաներումների կամ տուժ-տուգանքների համաներումների։ Տաքսիստների խնդիրը ինձ թվում է մեկ այլ թեմա է, դրանք բարբերաբար ծագում են, որքան էլ լուծում եք, պարզվում է հաջորդ ամիս մեկ այլ ավելի գլոբալ խնդրի առաջ են ծագում, իսկ խնդիրները պետք է լուծել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիվիլյանց տաղավարում ես զրուցեցի Էրիկնաց Տիգրանյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։